Այստեղից բխում է հաջորդ հարցը ինչպես հանել, ինչպես նոր բանաձև բերել օրակարգ եւ այստեղ իմպիչմենտի հնարավորության մասին են խոսում առանձին շրջանակներ եւ կոնկրետ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը պատիվ ունեմը եւ երրորդ նախագահի թիմը պնդում են, որ դա այս փուլում միակ գործուն մեխանիզմն է, որով կարելի է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ հիմնավորումը այն է, որ ոչինչ չանել, սպասել 2026-ի ընտրություններին ռիսկային է, որովհետեւ այդ ընթացքում Փաշինյանը կարող է նոր զիջումներ անել, դիցուք օրինակ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որտեղ չգիտենք թե ինչ է գրված։ Գիտեք, այդ գործիքը impeachment չի ինքը անվստահություն հայտնելու մեխանիզմը, որը մի քանի փուլանի բանա շատ չխորանամ հերոստատիտողների գլուխը չցավացնենք, էլի։ Այո, ինչ որ բանա, գործիք է, որը հիպոթետիկ հնարավոր է։ Հա։ Բայց նույն ձևի նույն ինչ որ խմբակ, նույն մարդկանց խմբակ մեղադրում է, որ բայց ինչի ընտրություններով, ախր ընտրություններով չի կարելի եւ այլն։ Impeachment-ը դա ընտրություն է մարդկանց փոքր կազմի մեջ, որտեղ որոշիչ դեր ունեն ԿՊԱ-կանները։ Որպես քաղաքական մեծամասնություն։ Այսինքն ընտրությունը, որտեղ ԿՊԱ-կանները իրենց խոսքերով ասած ուսապարկները որոշող են, ավելի հավանական է, քան ընտրություն, որտեղ Հայաստանի քաղաքացիները, որոնք իրոք արդեն ատելությամբ են լցված այս իշխանությունների նկատմամբ։ Այսինքն, երբ որ մենք փոխվում ենք ընտրողին, շատ մեծ նշանակություն ունի ԿՊԱ-կանների խմբակի գործողությունը եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները։ Խնդրեմ, եթե կարա լինի այդպիսի փողոցային ճնշում, եթե կարող են կազմակերպել Հայաստան դաշինքի հայտարարությունը այդ գործընթացի հետ կապված դրված է, մի բառ չի փոխվել կամ այլ ձևով չի մեկնաբանվել եւ մնում է ուժի մեջ այդ հայտարարությունը։ Իմիջիալոց նախագահան impeachment կոչեցյալ է շատ լավ ու մատչելի բացատրությունը տվեց, որ անլուրջ process-ներին ինքը իր մասնակցությունը չի տեսնում ու եթե ինչ-որ մեկը ուզում է մասնակցի այդ 40 ժամյա բան, դա էլ է, օքեյ, քաղաքական բանա թող գան, անեն, մասնակցեն։ Բայց գիտեք, նախագահի այդ բացատրությունից ու այդ խոսքերից հետո նորից շրջանառել Քոչարյանի անունը որպես տեխնացու, եթե լինի, մարդը ուղիղ ասել է, որ ես դրա հետ գործ չունեմ։ Նորից շրջանառել գալիս է նրան, որ ֆրակցիայի հայտարարության վերջի մասում գրած որ սա գործընթաց է, որը ուղղված է նախագահ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի դեմ։ Այսինքն, որ տապալվի սկզբանը եւ այդ տապալումը ուղիղ ասոցացվի նրա անձի հետ։ Այո, եւ ապատիկ վիճակում գտնվող հասարակությունը ունենա, այսինքն, երբ որ հասարակությունը ընտրության գալիս է արդեն որոշած, այսպես ասած, եռացող վիճակում դա մի բան է։ Երբ որ մի գործընթացով ապաթիայի մեջ է մտած այդ հասարակություն ընտրությունը, լրիվ ուրիշ բան է։ Տեսեք, սրա հակաթեզն Բայց ես չեմ ուզում ինչ-որ մեկի մեղադրում, ինքը սա գծել է, սա կազմակերպել է։ Ուզում եք դա անեք։ Խնդրեմ, գրած է Հայաստան դաշինքի հայտարարությունն էլ բառացիորեն առանց փոփոխվելու ուժի մեջ։ Սրա հակաթեզը պարոն Միկոյան այն է, որ Իմիջիալոց մի կներեք, մի կարևոր բան։ Մինչև այս շատ էր խոսվում ու եզրակացվում, որ երրորդ նախագահն է սրա թիկունքում կանգնած, այդ նույն օրվա խոսալուց ինձ թվում է դժվար չի հասկանալ, որ այս գործընթացի, impeachment գործընթացի հովանավորը երրորդ նախագահն է։ Շատ լավ, օքեյ։ Ձեր նշածի հակաթեզը, պարոն Միկոյան, այն է, որ եթե ասում եք impeachment-ը իրատեսական չի ու լուրջ չի, լուրջ էր 21-ին գնալ ընտրության, ասել հաղթելու ենք ու չհաղթել։ Դեք առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21-ին ընտրության չգնալ։ Տասնյակ անգամ, եթե այդ իսխոդնիկ հետից ենք դուրս գալիս, ինչ նշանակում քաղաքական ուժը ընտրության չի գնում, որ չկրկնեմ նախագահին, էլի։ Այսինքն եթե ինչ-որ մի բանի չեմ մասնակցում, դա անլուրջ է կամ լեգիտիմ չի, չէին հանդիպելու Նիկոլի հետ թուղթ չէին ստորագրելու ինչ-որ մեկը, ինչ է նշանակում։ Քաղաքական ուժը, այո, պետք է մասնակցի ընտրությունների, եթե պատրաստ է։ Եթե պատրաստ չի, կարելի է գտնել մի քանի 100,000 հիմնավորում։ Իմիջիալոց ապագա ընտրությունների 26 պայմանական 26-ի հետ կապված, գիտեք, ասում են Նիկոլին հաղթել հնարավոր չէ, Նիկոլը չի գնա։ Ընտրություններով։
Ասում։ որ նու ընտրություններով, այսինքն ինչ որ հա հնարավոր չի հաղթել Նիկոլին, այսինքն Նապոլեոնին կարելի է հաղթել, Կեսարին կարելի է հաղթել, չգիտեմ, ում ասեմ, Չերչիլին կարելի է հաղթել, Շարլ դե Գոլին կարելի է հաղթել, Նիկոլին չի կարելի հաղթել, շատ չեք գովում Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանի թիմակից Վիլեն Գաբրելյանն ավակ ջոջողը, որը մի քիչ էլ բան էր, խմել էր, հա լավ էր արել, տղա էր խմել էր, անկեղծությամբ խմած մարդը անկեղծությամբ պորտկում ա ունենում, էլի։ Ասեց որ 26 թվականին մենք չենք ձգելու։ Այսինքն Վիլեն Գաբրելյանից ավելի տվյալ դեպքում պայմանական կաթոլիկ են ուզում մարդիկ լինեն։ Թիմակից, որը ամենամոտ մարդկանցից մեկն անի, որը ամբողջ կուխնյան, տրամադրություններ ամեն ինչ գիտի։ Խնդրեմ, ուզում եք անվստահության գործընթացով փողոց, տեխնացու, վպիրոտ, չէ, պատրաստվեք ընտրությունների։